Այն դուք որ հարցեր եք տալիս ինչ եք անում ինչ նպատակով, այս է, հիմա դրա համար է ասում որ սա ամենալավ տեղն է, մենք եկանք մոտեցանք ներքևում էլ այդ բանն կա։ Ու ինչքանով դուք ձեզ հարմար է իշլեք, որ ես ասում եմ ուրարտական ժամանակաշրջանից ջրանցքը, որով մինչև վերջին ժամանակները ջրվել է։ Սրա մասին է։ Կարծում եմ սա ավելի ձեր ներկայացված նյութի մի հատ ավելի պատկերավոր կրնի, որպեսզի մարդիկ պատկերացնեն, թե ինչ է կատարում Երևան քաղաքի համար։ Ես ավելին խիստ ասեմ, ամենայնպես եթե ես հնարավորություն ունենայի, այս սրան չէի գնայի կյանքում։ Այստեղ նաև մի հատ ուրիշ բարդ խնդիր կա։ Լենինգրադյան փողոցով անցնում է հիմնական կոյուղագիծը, մագիստրալ։ Սրա փոփոխությունը ես չգիտեմ հետագայում ինչ արինելու, ինչ արդյունք արինելու, շատ լավ լուծում էր տրված, երբևիցե այստեղ խնդրեմ չի եղել։ Եթե դուք ուշադրություն միշտ դարձել եք Լենինգրադյան փողոցի ռեստորանների մոտ այդ միշտ ջուր էր լցվում, որտեղ նոր տեխնոլոգիաները կարծում եմ չաշխատեց, մարդիկ այդ չեն տիրապետում դրան։ Սա է իմ անհանգստությունը։ Բայց հորատման աշխատանքները շենքերի հիմքերի վրա չեն ազդում։ Ես դες ասեմ, այս շենքերը ընդհանրապես իրենք արդեն վթարային են։ Սա հաջորդ խնդիրն է քաղաքաշինական, որի մասին երևի մենք առիթ կունենանք ելի մի հատ այսպիսի դրսում հանդիպում կազմակերպել, որովհետև այս շենքերը ի վերջո կառուցվել են 62-63 թվականի 25 տարվա շահագործման ծրագրով, եւ ես միշտ ասում եմ շատ ավելի ճիշտ կներ, որ կենտրոնի կառուցապատման փոխարեն կառուցապատում այստեղ լիներ եւ այն գումարները, որոնք ծախսվեցին Հյուսիսային պողոտայի վրա, վերային այստեղ ներդրվեին, ինքը ապրելու համար շատ ավելի հարմար վայր է, քան կենտրոնը։ Առավելևս եթե այսպիսի ճանապարհ կա 5 րոպեից կարող են հասնել կենտրոն։ Խոսքը սրա մասին է։ Ես ուզում եմ որ սա ներկայացնենք, որպեսզի նաեւ իմանաք թե գործող իշխանության նպատակը որն է։ Միայն եւ միայն փող։ Եղած կանաչը վերացնելուց բացի հիմա ապագաները կտրում են, այս ապագայի զարգացման հնարավորություն։ Սա էր 21 թվականին, երբ որ տեղի էր ունենում մասսայական հողի սեփականաշնորհ։ Ուրեմն մենք ամեն ինչ մեր առջև, եսի նկատում եմ այն ժամանակվա քաղաքային խորհրդի պատգամավորներից, ամեն ինչ արեցինք եւ ի շնորհիվ Համբարձում Գալստյանի եւ նաեւ ի շնորհիվ այն ժամանակվա կառավարության, որի նախագահն էր Վազգեն Մանուկյանը, մենք հասանք նրան, որ Դալմայի այգիներից սեփականաշնորհվեցին։ Թե չէ նույն Դալմայի այգիները ինչպես Հայաստանի Հանրապետության կոտնտեսային բոլոր հողերը պետք է սեփականաշնորհվեին կոտնտեսության կամ սովխոզների անդամների։ Եվ մի պայմանով, որ Դալմայի այգիները մնան եւ դրանք ծառայեն միայն եւ միայն գյուղատնտեսական նպատակներով նույն կոլխոզի անդամներին։ Եվ որոշումը այսպեսին էր, որ 5 տարի վարձակալության հողերը 5 տարով տվեցի սկզբում, մինչև 95 թվական, 95 թվականից հետո Զատիկյան Վահանի կողմից, որ այդ ժամանակ Շահումյանի գործադիր կոմիտեի նախագահն էր, եւս 10 տարով երկարաձգվեց նաեւ իմ կողմից ստորագրված փաստաթղթով Քաղաքորոշի գործադիր կոմիտեի, որպեսզի 10 տարի եւս երկարաձգվի վարձակալական պայմանագիրը։ Ինչ նպատակ էր հետապնդում դա։ Մենք հասկանում ենք, որ Երևանի զարգացման հնարավորությունները շատ սահմանափակ են։ Երևանի զարգացման այս պայմաններում հատկապես էկոլոգիական բարդ խնդիրներ են առաջանում եւ փրկության օղակներից մեկը հանդիսանում է ամբողջ Դալմայի այգին այդպես թողել։ Եվ մենք մի ուրիշ ծրագիր ունենք։ Ուզում ենք բացի նրանից, որ որպես գյուղատնտեսական հողատարածք օգտագործվի, Դալման դառնա նաեւ պարզապես քաղաքային այգի մեծ։ Ինչպես ասենք, շատերը սիրում են Նյու Յորքի Central Park կամ Hyde Park Լոնդոնում, որտեղ նաև ամենակարևոր մի հանգամանք էլ կար 91-ին, երբ որ հարցը ներկայացնում են, մեր մոտ եկան պատմաբաններ, հնագետներ, որոնք ասեցին, որ դեռևս ուրարտական ժամանակաշրջանի այդտեղ հուշարձաններ կան, կոնկրետ ջրանցքը, որ ուրարտական ժամանակաշրջանից մնացել է։ Եվ ասում եմ ձեզ, դրա համար ես ինձ համար որպես խնդիր միշտ տեսել եմ, Դալման տեսել եմ միշտ որպես այգի, որը եւ կարող է մարդկանց հնարավորություն տալ գյուղատնտեսական նպատակներով օգտագործել եւ նաեւ որպես քաղաքական այգի զբոսավայր օգտագործել։ Հիմա որ դուք դարձաք քաղաքապետ, ինչ եք անել, այս շենքերը քանդելու եք։ Շենքեր չկա, շենքերի խնդիր չկա այստեղ։ Դալման մոլ կա, կառուցապատման։ Չէ, լավ, հիմա հասկանալի է։ Այն ինչ որ կա, որը վերաբերում է Դալման մոլ, այս շենքերին որ կա եւ հիմնականում այսօրվա ամենամեծ խնդրումը դրա հետ չի կապված։ Խնդրումը կապված է ճանապարհի հետ։ Որ նոր կառուցում։ Նոր կառուցումը, ես այդ ճանապարհի խնդիրը չգիտես ինչու այստեղ մեջտեղ եկավ հիմա, այդպիսի ծրագիր չի եղել նախկինում որևէ Երևանի գլխավոր հատակագծում, եւ եթե նույնիսկ ճանապարհի անհրաժեշտությունը կա, ես այդ ճանապարհը
ամենադեպս խնդիր կդնի կառուցել ոչ թե գետնի վրա, սյուների վրա 15-20 կամ 30 մետր բարձրության, եթե դրա անհրաժեշտությունը խիստ կար, բայց ես գտնում եմ, որ դրա անհրաժեշտությունը այսօր Երևանում չկա, բացի ավելի վտանգավոր։ Այն ճանապարհը, որ կառուցվում է, որը պետք է Լենինգրադյանը միացնի Իսակովի պողոտայից, դա ընդարձակվում է հիմա, հենց հիմա։ Ընթացքում նոր նախագծեր կան եւ ճանապարհների կողքերը հիմա որ դուք նկարահանեք տեսնեք, այնտեղ արդեն 50-ից ավելի մետրեր, պարզապես շինարարական աղբալացում կամ շինարարության համար ոչ պիտանի քարեր եւ այլ։ Ես հասկանում եմ, որ դա մի նպատակ է հետապնդում, դրանք հետագայում կառուցապատման համար։ Եվ երբ որ ես նայում եմ այս երեք իմ ցերկը գամ հարաբերական ավականու է ցույց ծրագիրը այդպես ծրագրում այդպես է ծրագրում այդպես է գործընթացը որ արդեն արվել է անշրջելի չի, ասիկան հետ բերել է չինարարական աղբը, ճանապարհը հետ կառուցել։ Չէ, ասեմ ձեզ։ Ուրեմն չէ։ Հիմա բարձրացնելը իրականում խնդրեմ։ Ես շատ այսպես ասեմ միամիտ մարդու տպավորություն կազմել չեմ թողում, որ ես նաև ֆանտազիաներին չեմ հավատում։ Ես շատ իրական եմ նաև խնդիրներին, շատ լավ հասկանալու եմ բարդությունները, որ կարելի է հետ շրջել, բայց հետ շրջելու հնարավորությունը շատ հստակ տեսնում եմ։ Կկառուցվի ճանապարհը եւ վերջ։ Ուղղակի ճանապարհից դուրս որևէ կառուցապատում չի իրականացվում։ Ուրեմն ամբողջ քաղաքային իշխանության եւ բոլոր կուսակցությունների ծրագրերում կա այսօր տեսնում եք կանաչապատում բնապահպանական խնդիրներ եւ ամեն ինչ հնարավոր բոլոր մեթոդները կկիրառվի միջոցները կողմի հենց այդ այգին վերականգնելու Դուք որ ասում եք մարդիկ գնան ման գան, հետո դիգա այգին թողա որ ժողովուրդը գնան մեջը մտնեն մայր։ Ուրեմն ես հավատացնում եմ այդ այգին տրված է վարձակալական հիմունքներով եւ այդ այգի վարձակալներին շատ հանգիստ կարելի է համաձայնվել որևէ խնդիր չի առաջանա առավելևս երբ որ այգին նորից նպատակալելու կանաչի Բայց այդ այգու քանի տոկոսն է մնացել։ Դերևս կա 750 հեկտար դերևս կա Առաջ ինչքան է։ առաջ 1000 եւ ավելի Եթե ավելին էր ասել Ինչքան գիտեմ 230 հեկտար է մնացել։ Ճանապարհի եւ ինֆրաստրուկտուրան մնալու է 230 հեկտար։ Եվ ես դες ասեմ որ այդքանը բավարար չի լինի մի մեծ առավելություն ունի ինքը այգին որովհետեւ մասնագետներն են ասում Երևանը քանի որ ինքը գտնվում է փոսի մեջ հատկապես այս մասում Երևանի ոնց որ օդի մաքրման լավագույն ֆիլտրերը հենց հանդիսանում են ինքը դալման Ես դες ասեմ դալման ինձ համար երբևիցե չի եղել որպես այգին այն ձևով ինչ որ մենք տեսել ենք Ես դալմայի այգում ձմեռները դահուկ եմ քշել ամառը գարնանը օգտվել ենք այգի մտնել ինչ որ ծիրան եւ այլն բայց ես այդպես չեմ տեսել ես տեսել եմ քաղաքային այգի Եվ այդ նպատակներով նույնիսկ 95-ին որոշ բանակցություններ են ունեցել միջազգային մի քանի կազմակերպություններից, որոնք պատրաստ են փող դնել։ Ամենայնպես կանաչի համար միշտ փող հնարավոր է գտնել, եթե ցանկություն կա։ Հիմա եթե դուք դառնաք Այնտեղ են կառուցապատում որ չի արվում, արվել է, այնտեղ են անտարբեր։ Դրան ավելացած Երևանի շրջապատում մասսայական Անտարային շերտ, ես դες ասեմ, ուրիշ ձև չկա, հատ ծարտընկելով, ես համաձայն եմ, էլի հանրապետական ցուցակում Թոքմաջյան հովիկն էր խոսել, դրա մասին ես համաձայն եմ, առանձին ծառատուն կանելով Երևանը չի կարելի փրկել։ Մասսայական, ուղղակի պետք է անտառա շերտեր տնկվեն Երևանի շրջանում, որպեսզի կարողանանք, գիտեք ոնց է, եթե մենք մտածում ենք, որ հենց այսպես շենքերը կառուցեցին գեղեցիկա վերջ, վաղը մենք տեսնենք Երևանում ապրել հնարավոր չի։ Չէ, ընդհանրապես շնչելու տեղ չկա։ Նույն կենտրոնում այսօրվա իրենց կենտրոնում շենք ունենալու վայելող մարդիկ դա չեն վայելել, որտեղ մենք ամեն օր կենտրոնում ապրողներից հստակ զգում ենք։ Հակաշրջան, այն ժամանակ որ դուք քաղաքապետ էիք, ինչ կար ինչ իրավական իրավիճակ չկար, իրական որի վրա հնարավոր է բան ավելի լավ լինի։ Ասեմ ձեզ, այն օրենսդրական դաշտը, որ կար մինչև 96 թվականը, որտեղ 96 թվականից հետո նոր տեղական ինքնակառավարման օրենքի համաձայն Երևանը առանձին կարգավիճակ ստացավ, որտեղ չկար Երևանի խորհուրդ, կային համայնքներ, քաղաքապետերը խորհուրդներ ունեն, ավականիներ, Երևանի քաղաքապետը նշանակում է երկրի նախագահի կողմից, այսինքն միասնական բյուջե հասկացողություններ չկար, Երևանը մասանուններ չուներ, դա միայն թաղային համայնքներն էր։ Մինչ 96 թվականը Երևանը ուներ հստակ բյուջե, մասանուններ կար հողի հարկի, եկամտահարկի, շահութահարկի եւ լիազորությունների բավականին լավ շրջան։ Չէ, հիմա կարելի նույնը, ոնց որ թե 91-ից 95-ի Երևանի կարգավիճակը վերականգնվել է հանձնից այս ավականը, որը 2009 թվականից գործում է։ Պարոն Խաչատրյան, ինչքան պիտի լինի ձեր տոկոսները, որ մանդատները վերցնեք, ինչպես հայտնի է 2009 Ուրեմն 6% եւ ավել։
Չէ, նկատի ունեմ անցած անգամ հավաքել եք 6% եւ ավել, սակայն չաշխատեցիք։ Անցյալ անգամվա քաղաքական իրավիճակը եւ հիմա էականորեն տարբերվում է։ Անցյալ անգամ մեր քաղաքական գործունեությունը հիմնականում իրականացվում էր փողոցում։ Անցյալ անգամ մենք ունենք քաղաքապետարներ եւ մենք որևիցե համագործակցության չեն գնալի իշխանության հետ։ Հիշում եք, մինչեւ վերջի քայլը, երբ որ ազատվեց վերջի քաղաքապետարը եւ մենք նստեցինք երկխոսության իշխանության ներկայացուցիչների հետ, մինչեւ այն դեպքը, երբ որ նորից հայտնվեց քաղաքապետար հանձինս Տիգրան Առաքելյանը։ Եվ դա էր պատճառը, որ եւ մենք նաեւ ասեմ ձեզ, խախտումների մի ահռելի քանակությամբ էր տեղի ունեցել ընտրությունները, ես կոնկրետ պատասխանատու եմ Մալացիա Սեբաստիա համայնքի համար, որտեղ 5 կամ 7 տեղամասերի ընտրությունների արդյունքները չեղար համարվեցին։ Այսինքն ամեն դեպքում քանի մանդատը լինի վերցնել։ Մեր նպատակը մենք շատ լավ հասկանում ենք, որ իշխանության հաղթելու հնարավորությունը միայն եւ միայն այսօր ռեալ են գնահատում քաղաքական ոչ իշխանական ուժերի հետ համագործակցության արդյունքում։ Եվ այդ պատճառով մեր 6%-ը 10% դա հնարավոր է հետո, որովհետև ես ինքս այդպիսի քաղաքական համաձայնության համագործակցության արդյունքում եմ ընտրվել 92 թվականի դեկտեմբերին, լինելով ընդդիմություն գործող գործադիր իշխանությանը այդ ժամանակվա քաղաքային եւ ինձ աջակցեցին եւ ես գտնում եմ խմբում, որտեղ կային դաշնակցության ներկայացուցիչներ, ԱԺՄ, ՍԻՄ, ԱԻՄ, հանրապետական, երկրապահներ, կոմունիստներ, այսպես ասած շատ լայն մեծ կոալիցիա, որի արդյունքում ես ընտրվել եմ Փախորձի գործադիր կոմիտեի նախագահ, որը ամենայն դեպս իշխանության հետ ոչ մի անգամ խնդրեմ չի ունեցել, որովհետև Երևանի վերաբերող խնդիրների հետ միշտ համաձայնության եզրեր գտել ենք եւ կարողացել ենք լուծել հնարավորինս չափ յոթ Երևանում։ Երկու շատ դեպքերում պետական շահը ես համար ավելի կարևոր է եղել, ես գտնում եմ, որ շատ ճիշտ է եղել դա եւ երևանցին դրանից դժուժել է, ասենք քիչ հոսանք է ունեցել, քիչ տրանսպորտային միջոցներ է ունեցել եւ այլն եւ այլն։ Եթե քաղաքապետ չլինեք, բավականին կաշխատեք։